Պարոն Սիմոնյան, 8 եպիսկոպոսներ երեք Նիկոլ Փաշինյանին հանդիպեցին, իշխող թիմից ողջավորություն էր, որ նորոգում է եկեղեցին, բայց մեծ թվով եպիսկոպոսներ նշում են, որ իրենք մայրաթորի կողքն են, վեհապարի կողքն են։ Չեք շտապել հայտարարություններում եւ արդյոք կարծում եք, որ կարող եք մի քանի եպիսկոպոսների։ Չէ, ես տենց հայտարարություն եմ, որ ասում եք շտապել եք, ինչ եք իշխանությունից ում գնացեք իրան հարցրեք, քաղաքական գործիչ եք։ Այսինքն Պարոն Ալեքսանյանը ստեղ Ես չեմ կարող պարոն Ալեքսանյանի տեղը պատասխանել, պարոն Ալեքսանյանը իր գնահատականն է տվել, բայց դա ես ոչ մի բան չեմ գտնում, ես գտնում եմ, որ ակնհայտ է, որ վերջացել է այդ կինոն, այսպես ասած, չգիտեմ ինչ են Պարոն Սիմոնյան, ձեր համար բոլոր հարցերի մոտ ես միաժամանակ ունեցող օֆշորային սկանդալների մեջ հայտնված հոգևորականը կմասնակցի, մասնակցի, ինչպես դուք եք ասում, կաթոլիկ իշխանությանը եկեղեցու նորոգմանը։ Լսեք, ինչ է նշանակում եկեղեցու նորոգմանը։ Ուզում հասկանամ։ Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս բնականը չեմ տեսնում եւ դա իմ համար անքննելի հարց է։ Թե ինքը ինչ մասնակցություն կունենա, թե այդ ձեր նշած փաստերը ինչ հետևանքներ կունենան, ես որևիցե բան չեմ բացառում։ Տիգրան Սարգսյանի հետ կապվում էր օֆշորային սկանդալով։ Ինչ եք առաջարկում, մարդը գործող եկեղեցում պաշտոնյա է եւ ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն է։ Աղքատության ուխտը, դա ինչու՞ չեք բարձրաձայնում։ Ես նորից եմ ասում։ Ըստ մամուլի դուք բարձրաձայն եք, հələ գնացեք նոտից։ Մենք որ բարձրաձայնում եք, դուք ասում եք դուք եք զբաղված եկեղեցու նորոգմամբ։ Կարամ ասեմ, դուք եք զբաղված եք մեզ ասելով, որ մի մտեք դա ձեզ չի վերաբերվում։ Սահմանադրությամբ խախեր այդպես պետությունը եւ եկեղեցին անջատել։ Դե ես կարամ հեսա կպատասխանեմ։ Դե ես կարամ ձեզ ստանդարտ ձևերով պատասխանեմ, ասեմ, եթե դրա հետ կապված պետական որևիցե իրապահ մարմինում դիմում կա, թող այդ դիմումը ընթացք ստանա։ Ես փորձում եմ ձեզ ճիշտը պատասխանել, ես փորձում եմ ձեզ պատասխանել քաղաքական տրամաբանության մեջ մշտապես։ Ասում եմ, քաղաքական առումով պարոն Կճարյանի հետ կապված մենք որևիցե քաղաքական բանավեճի բանակցությունների մեջ չենք, ինքը գործող պաշտոնյա է, ինքը իր կարծիքն է հայտարարել, ինչպես նաև մնացած եպիսկոպոսները, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ իր ու մնացածի գործողությունները եւ հաջողություն եմ մաղթում։ Եկեղեցին պետք է մաղել Կճարյանից թե ոչ։ Լավ էլի, խնդրում եմ, ես խոսում եմ մենակ այն բանի մասին, որին տիրապետում եմ։ Ես արդեն ասացի, ես իր փայլակի հարցի նաև բնույթից ելնելով ես չեմ տեսնում, որ նման մարդը կարող է Բայց ես համար զարմանալի չէ, որ այս մարդիկ պաշտպանում են հիմա դուք ուզում եք, որ ես Միջանցքում ազգային ժողովի կանգնած շախմատային ֆիգուրների պես թեկուզ մտովի տենց տեղաշարժումներ անեմ, ես դա չեմ անելու, որովհետև ես ворն այն սահման, որն ակնհայտ է, չէ, որ կտրիչը ուխտադրուժ է, ակնհայտ է։ Ժողովուրդ, եկեք խնդիրը կանում եմ, որ բոլորը անընդհատ հարց եք տալիս, բոլորին Ես չեմ կարող տալ, բոլորը տալիս են, բայց ես չեմ կարող տալ։ Դե եկեք հերթով բանանենք, էլի խնդրում եմ։ Ես տվեցի արդեն հարցը։ Չլսեցի Ռոզան ջան, նորից դուք։ Ես ասում եմ։ Հիմա Ռոզան ասում։ Հա, ես ասում եմ, որ դուք խնդիր եք դրել եկեղեցի հիմնական հիմքը, որը արշավի իրականացում կաթողիկոսի դեմ, դա ուսակրոնության ուխտը խախտելն է։ Հիմա դուք հավաքել եք հոգևորականների եւ Փաշինյանը հանդիպում է հոգևորականների հետ, որոնց մեջ ըստ մամուլի կա նաեւ ուսակրոնությունը խախտած հոգևորական։ Ինչպես եք մեկի մեղքով, մյուսի մեղքը ռանան, պարոն Սիմոնյան։ Իսկ նախ ով ասեց, որ մենք հավաքել ենք, ու ով ասեց, որ մեկի մեղքով մենք մյուսը մաքրում ենք։ Այսինքն ուզում եք ասեք, որ մեկի համար այդ ուխտադրույժը ներելի է մեր ընկալմամբ, մեկի համար տենց չի, չէ, տենց չի։ Խոսքը գնում է նրա մասին, որ իրանց ներսում process է սկսվել եւ այդ process-ի հիմքերում դուք գիտեք ինչ փաստաթուղթ է դրած եւ վարչապետը հանդիպել է եւ իրանց հետ քննարկել է այդ process-ը եւ իր գոհունակությունն է հայտնել, որ process-ը սկսել։ Թե հիմա այդ process-ի վերջում այդ սենյակի մեջ կմնա մի հոգի, 10 հոգի, 5 հոգի կավելանա, թե բոլորը կմնան, դա ժամանակի եւ գործընթացների հարց է։ Ես հիմա ոչ կարամ կանխատեսեմ, ոչ կարամ որևիցե մեկին այս պայն, այդ սենյակում գտնվող ինչ թույլ տամ գնահատական տալ, որովհետեւ իմ համար այս պայդրությամբ ֆիքսված երկու բան կա։ Հայտարարվել է, որ գործող
կաթողիկոսը Կտրիչ Ներսիսյանը խախտել է իր ուխտը, այսինքն ունի երեխա, հրապարակվել է համացանցում լրագրողներ, հրապարակել են լուսանկար, ինքը դա չի մերժել, չի հերքել, որտեղ նման բան կա, ինչպես նաև շատ ամոթալի բան է հայտնվել համացանցում, որը ես չեմ ողջունում ու շատ դատապարտում եմ, կապված Արշակ Սրբազանի հետ կապված, որը նույնպես այս պայծրությամբ փաստ է, մնացածը ոնց կգնա։ Բայց նրանք ինչ փոխվեց, որ նրանք օրերի ընթացքում փոխեցին իրենց դիրքորոշումը, պարոն Սիմոնյան։ Ճնշումներ արդյոք չի եղել, պարոն Սիմոնյան։ Խնդրում եմ, էլի չգիտեմ, նույնիսկ չեմ լսում։ Չէ, մի րոպե։ Ճնշումներ արդյոք չի եղել նրանց նկատմամբ, որովհետև նրանք ընդամենը մի քանի օր առաջ կամ ամիսներ առաջ լրիվ այլ բան էին ասում եւ ասում են վեհապարի կողքին ենք եւ այս գործընթացը ոչ թե կաթողիկոսի դեմ է, այլ Փաշազադեից ուղղորդված գործողություն է եւ հանկարծ այդ նույն սրբազանները հիմա այլ ինչ որ նամակ են գրում նամակ են գրում, ստորագրում են գրում Փաշինյանին։ Ես համարում եմ, որ ինֆորմացիան, որը անընդհատ գալիս է եւ գործընթացները, որոնք որ տեղի են ունենում, հա, դա տեսեք դուք սկզբից ասում եք, դուք գնացիք կեղծ պատարակ արեցիք, Տեր Արամը կարգալույց է, հետո մենք գնացինք այլ եկեղեցում պատարակի, որտեղ արդեն ոչ կարգալույց եղած մեկներ պատարակ անցկացնում, ասացիք, հեսա իրան կարգալույց կանեն եւ այս պատարակը վերջացնեն։ Եվ այս պատարակը նույնպես դուք կարողանաք մեկնաբանել որպես, չգիտեմ, ինչ որ անօրինական բան։ Հետո թեմի առաջնորդը եկավ, հետո երկրորդ թեմի առաջնորդը եկավ։ Արդյոք սա ճնշում է։ Հետո շատ մարդիկ հավաքվեցին, հետո տեսանք, որ ավելի շատ մարդ հավաքվեց, հետո մարդիկ տարբեր գյուղերում, տարբեր մարզերում սկսեցին մոտենալ։ Ինձ թվում է այս ճնշումը կա, եւ այս ճնշումը ես ցավում եմ, որ այս ճնշումը, ճակերտավոր ճնշումը միայն եպիսկոպոսների գիտակցության վրա է ազդել, իրանք տեսել են, որ այո, իրոք խնդիր կա եւ այդ խնդիրը մեծ է, որովհետեւ իրականում այս ճակերտավոր ճնշումը Կտրիչ Ներսիսյանին պետք է անհանգստացներ, որովհետեւ ակնհայտ է, որ այլևս եթե նույնիսկ վաղ ընտրություններն եւ մենք իշխանություն չլինենք, այլ իշխանություն կա, այլևս ակնհայտ է, որ անհնար է եւ նույնպես վաղաշաբաթի ընտրությունները, հա, երբ որ բոլոր Ռուսաստանաբնակ տարբեր կերպարներ, ընդեղի դաշնակցական ուժեր, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ուժերը, եկեղեցականները ցուցադրաբար գնացին, քվեարկեցին, իսկ մենք 57-58%-ով ընդեղ հաղթեցինք, սա նույնպես ճնշումը։ Սա, եթե Կտրիչ Ներսիսյանը չի հասկանում, ես կարծում եմ, որ սա եւս մի պատճառ է, որ ինքը եթե այդքան բանը չի հասկանում, ինքը կասկածներ կա, որ Փաշինյանը կոմպրոմատներ է հավաքել եկեղեցականների դեմ, դրա համար նրանք օրերի ընթացքում եթե տենց է, ուրեմն մենք դրա մասին ընդհանրապես պետք է խոսենք։ Որովհետև եթե պայմանական, հա, եթե պայմանական կարա մեր երկրի ղեկավարը կամ ինչ որ իրավապահ մարմին իրենց վրա կոմպրոմատ հավաքի, դուք էլ այդպես բան ունեք, չէ՞, սովորությունը ոնց էր անունը այդ մարդու, որ ասում եք Փաշազադա, չէ՞։ Փաշազադեն, ուրեմն Փաշազադեն 10 անգամ ավել կոմպրոմատ ունի իրենց վրա։ Եթե տենց, հա, ուզում եմ հասկանամ, դուք ձեզ թույլ եք տալիս, անձամբ դուք հարգելիս, անձամբ դուք որպես լրագրող, սա էլ երկրորդ անգամ է, նաև վարչապետին եք հարց տալի, ասում եք, բանը, Ադրբեջանի այսինչ ղեկավարը, եկեղեցու ղեկավարը միայնակ է գնացել պայքար, հարցը լավ։ Ինչ որ այա, նոր ասեցիք, որ Փաշազադեի հետ իրենք ասում են, որ պատասխանեմ վատ, սխալ, բայց պատասխանեմ ձեր հարցին, թե չգթե գնամ։ Հետո կասեք ես տեսեմ, հիմա ինչ եք հարցում, Փաշազադեի անունով տվեց, դուք թե ես։ Ես այդ մարդու անունը ձեզնից եմ իմացել։ Չէ, իրենք ասում են, որ Փաշազադեից ուղղորդված process է։ Հիմա հարց եմ տալիս, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահը պայմանական ենթադրենք, կարա կոմպրոմատ ունենա ինչ-որ մեկի վրա, բա այդ ձեր նշած անձնավորությունը Փաշազադեն կարող է մի 5 անգամ ավելի շատ կոմպրոմատ ունենա։ Իհարկե կարող է ավելի շատ կոմպրոմատ ունենա։ Իսկ ի՞նչ է սրանից բխում։ Սրանից որ բխում է, որ ամեն ինչ որ տեղի է ունենում, ճիշտ է ու արժանի է։ Հիմա դուք ասում եք, այսինքն դրսից կոմպրոմատներ կան։ Հիմա դուք ասում եք, խոսում եք, որ իշխանությունը ինչ որ ճնշում է գործադրում, որտեղ կոմպրոմատ ունի, հա? Դե ստացվում է, որ հակառակորդ որևիցե ճշնամական ձևով տրամադրված որևիցե երկիր կարող է մեր բարձրաստիճան
եկեղեցականի վրա կոմպրոմատ ունենա եւ այս դեպքում չասի, որ հրաժարական տուն, այլ ասի, կլինի դուք օրինակ պայքարեք գործող իշխանության դեմ, որտեղ գործող իշխանությունը մեզ ձեռ չի տալիս։ Հիմա սա խնդիր է, թե խնդիր չի։ Այսինքն մենք քննարկում ենք կոմպրոմատը Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկը ունի թե չէ, բայց չենք քննարկում, որ այդ կոմպրոմատը կա։ Այսինքն կոմպրոմատը որ կա մեր մոտ կոնսենսուս է։ Մնում է նորը մեկ է։ Անինա, հետո դու։ Այլևս Բենթլի Կճոյանը Նորը չէ, պատասխանեցի, եւ Արգիշտի նաեւ Քյարամյանին հացրել է օրինակ Կոտայքի թեմի առաջնորդով հայտարարության տակ ստորագրել է, ինքը կուսակրոնության ուխտը խախտել է թե չէ։ Լսեք, Անի ջան, ես իմ նախկին գործընկերների վերաբերյալ նման մեկնաբանություն չեմ կարող տալ։ Դուք պարոն Քարամյանի հետ կապվեք, իր հետ խոսեք, ես իր ընտանիք, իր անձնական կյանքի հետ կապված, որևիցե առավելևս անցյալի հետ կապված, այն դեպքում, որ հիմա պետության մեջ որևիցե ձևով ոչ հաստատել է։ բայց ես ճիշտ ես համարում, որ ես ինչ-որ հիմա մարդուն, որը որ ստեղ չի, որը որ պաշտոնյա չի, ես իր ընտանիքի հետ կապված մեկնաբանություն տամ։ Ես դա չեմ անելու։ Ես իմ կարծիքը ընդհանուր գիտեք բոլորը եւ ես այդ նույն տրամաբանության մեջ եմ, բայց խորանալ առավելևս ես մանրամասները չգիտեմ, ձեզնից եմ լսում, ես ինձ կոռեկտ չեմ համարում։ Անի ջան, չեմ ճանաչում Գևորգ Սրբազյանի անձամբ, չեմ կարող Ձեր կարծիքով ներողություն ավարտեմ։ Ձեր կարծիքով մի անձնավորություն, մի Սրբազան, ով ում կյանքը փրկել է վեհափառը, հիմա Նիկոլ Փաշինյանի առջև խոնարհվում է եւ ով խոնարհվում, չեք տես բաներ ասում, չեք ոչ մեկ դրանք կադրվում են, որոնք ոչ մեկ բոլորը խոնարհվում են միայն իրանց ծնողների, իրանց հարազատների, շիրիմների եւ Աստծո առաջ մենք որևիցե մեկի հետ կապված նման հարցեր տալը կարծում եմ կոռեկտ չի։ Այդ մարդիկ արել են որոշում են կայացրել, արել են գործողություն, որը որ նույն նպատակը ունի, դες թվում է կտրիչը, ասում կտրիչը Գարգի երկրորդը։ Կաթողիկոսը չէ։ Գևորգ Գևորգ Ձեր Սրբազան, չէ։ Կճոյանը։ Կճոյանը կամ ում անունը տվեցիք։ Գևորգ Սրբազան, Որ ասեցի չէ։ Կոտայքի թեմի Հա, դες թվում է այդ մարդիկ բոլոր այն գործողությունները, որոնք որ անում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կամ վարչապետ Նիկոլ Փաշինյան կամ Ալեն Սիմոնյան, իրանք այդ ամեն ինչի հետ համաձայն են, իրանք էլ ինչ-որ բաների հետ համաձայն չեն, եւ իրանք էլ ամենայն հավանական վայ անի դեպ հա ում ուզում ես ավելացրու, բայց արի հասկանանք ով է խոսում։ Պարոն Սիմոնյան, իդեպ Նիկոլ Փաշինյանը հիասթափվել է ձեզանից։ Իսկ ինչ ես խոսում։ Հարց եմ տալիս։ Չես, կխոսամ դրա մասին, սպասել։ Այդ բոլոր մարդիկ տենց ուրախ են եւ գնում են Նիկոլ Փաշինյանին ընտրում ընտրություններին, կարող է եւ չէ, բայց կա խնդիր, որի շուրջ այդ մարդիկ հանդիպել եւ խոսել են։ Շողիկ, հետո փայլակ։ Պարոն Սիմոնյան, Հա, ես ապակի, որտեղ շունչս կտրում եմ։ ձեր հռչակած օրակարգը եկեղեցին ազատել այն հոգևորականներից, որոնք խախտել են կուսակրոնության ուխտը եւ ինչ-որ ուրիշ շուտել, այդ մասին չեք ասում, օրինակ աղբետության, բայց կուսակրոնության ուխտի հետ կապված բամբարում բազմաթիվ հրապարակումներ կան, որ խախտել է նաեւ Կոտայքի թեմի առաջնորդը։ Հիմա Կոտայքի նույնպես չհերքված տեղեկություններ։ Հիմա ամիսներ շարունակ այդ մասին այդ օրակարգով եւս լուսանկարներ կան եւ այլն։ Ինչու օրինակ դուք իշխանության մյուս անդամները չեն բարձրացնում նաեւ այն հոգեվորականների անունները, որոնք եւս ըստ մամուլի խախտել են կուսակրոնության ուխտը։ Սա արդյոք չի նշանակում, որ ընտրողաբար եք մոտենում, այսինքն ովքեր ձեզ աջակցում են, իրենց վերաբերյալ հայտարարություններ անում եք, որ խախտել են, ովքեր որ չեք խոսում, իսկ ովքեր հակառակ դուք համարում եք, որ պետք է հեռանան։ Նախ եկեք կոչենք դա պայմանականորեն վեթինգի համակարգ գործընթաց, հա, եւ երբ որ մենք խոսում ենք վեթինգի մասին, այդ վեթինգը հիմնականում պետք է իրականացնել այն մարդիկ, ովքեր որ այդ համակարգի մաս են եւ մաքրեն այդ համակարգը ներս։ Չէ, բայց դուք էլ եք այդ Շողիկ, աշխատանքը։ եւս մեկ անգամ նկատեցիք, բան եք ասում, որ Շողիկ, կարող է շատ սխալ բա, կարող է սուտ են խոսում, բայց դա քեզ չի վերաբերում։ Պետք է լուսաբանես։ Հետո մյուս հարցի մեջ կասես հանցանական։ Անընդհատ ինձ ընդհատելով, ես հիմա չեմ հիշում դու հարցից ոնց տվեցիր։ Ես հիմա նստած ընտրողաբար եք մոտենում։ մենք ընտրողաբար չենք մոտենում։ Պարոն Սիմոնյան, Ես հրաժարվում եմ պատասխանել։ Ես հրաժարվում եմ պատասխանել, որովհետեւ անանց մեջ է դա տեղի ունենում, մի անգամ չէ։ Դու անանց մեջ թող խոսեն, թող սուտ ասեն, վատ բան ասեն, սխալ բան ասեն, բայց իսեր Աստծո, թող վերջացնեն խոսքս։ Նիկոլ Փաշինյանը Չի հիասթափվել է փրկում, ձեզանից։ խանգարում է, միտքս կտրում է։
Նիկոլ Փաշինյանը ինձնից չի հիասթափվել, Մամուլն էր գրել այդ մասին այսօր։ Ես կասեի մամուլն էր գրել։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։